Ողջույն։ Երբևէ մտածել եք, որ ձեր խոհանոցում թաքնված կարող է լինել մի ամբողջ արվեստանոց։ Դե այսօր մենք միասին կբացահայտենք մի հնագույն ու աներևակայելի գեղեցիկ արվեստի տեսակ, որը կարելի է ստանալ սովորական քաթով։ Հա, ճիշտ լսեցիք, սա իսկական քախարդանք է, որը ցանկացած մեկս կարող է անել տանը։ Այս արվեստը կոչվում է էբրու, իսկ գիտեք ինչ է դա նշանակում պարսկերենից թարգմանաբար։ Օդային ամպեր։ Արդեն անունն ինքնին հուշում է, թե ինչքան նուրբ ու կախարդական բանի հետ գործ ունենք, այնպես չէ։ Թռչող ամպերի արվեստը։ Հենց սա է էբրուն։ Արևելյան ավանդական արվեստի տեսակ։ Խոսքը բառացիորեն ջրի մակերեսին նկարելու մասին է։ Պատկերացրեք, դուք ստեղծում եք անհավանական նախշեր հենց հեղուկի վրա, հետո զգուշորեն դրանք տպում թղթի վրա։ Ուղղակի ֆանտաստիկ է։ Բայց այստեղ մի բայց կա։ Ավանդական էբրուն, գիտեք, բավականին բարդ գործ է։ Պահանջվում են հատուկ, մասնագիտացված նյութեր, օրինակ, ջուրը թանձրացնում են հևեյա կոչվող ծառի հյութով, իսկ ներկերը պատրաստում ուշադրություն, ցլի լեղուց։ Այսինքն, սա ոչ միայն թանկ է, այլև եկեք խոստովանենք, սովորական մարդու համար գրեթե անհասանելի։ Լավ, բայց եթե ես ձեզ ասեմ, որ կա մի հնարք, մի զարմանալի հնարք, որը թույլ է տալիս շրջանցել այս բոլոր դժվարությունները։ Ժամանակն է բացահայտելու այն գաղտնիքը, որի շնորհիվ յուրաքանչյուրս կարող ենք էբրու ստեղծել։ Հենց մեր խոհանոցում։ Եվ ահա այն, սա է մեր հնարքի ողջ էությունը։ Նայեք այս համեմատությանը, այն հատուկ թանկարժեք ջրի փոխարեն մենք վերցնելու ենք սովորական կաթ կամ սերուցք։ Ցլի լեղիով ներքիրի փոխարեն խնդրեմ սննդային գունանյութեր, այսինքն ոչ մի թանկարժեք հավաքածու պետք չէ, միայն այն, ինչ արդեն իսկ կա ձեր խոհանոցում։ Սա ուղղակի բացում է ստեղծագործության մի լրիվ նոր աշխարհ։ Լավ, արդեն ոգևորվեցիք, եկեք գործի անցնենք։ Հիմա կտեսնենք, թե կոնկրետ ինչ է մեզ պետք, որ մեր խոհանոցը վերածենք իսկական արվեստանոցի։ Ուրեմն մեզ պետք կգա հիմքի համար կաթ կամ սերուցք։ Իդեպ մի փոքրիկ գաղտնիք, որքան յուղոտ լինի, այնքան լավ։ Հետո ոչ խորը սկուտեղ կամ մեծ ափսե։ Գույների համար սովորական սննդային գունանյութեր։ Իհարկե պետք կգան պիպետներ կամ բամբակյա ձողիկներ, ներծծող թուղթ, ատամի մաքրիչներ եւ մեր գաղտնի բաղադրիչը սովորական ամանի հեղուկ։ Այո, այսքան բան։ Վստահ եմ, այս ամենը հենց հիմա էլ ձեզ մոտ կա։ Դե ինչ, ամեն ինչ պատրաստ է։ Հրաշալի։ Եկեք սկսենք ստեղծել մեր սեփական կատնային գլուխ գործոցը։ Գնացինք։ Ահա մեր գործողությունների պլանը 5 պարզ քայլ։ Սկզբում լցնում ենք հիմքը, հետո ավելացնում գույները, հետո սկսվում է կախարդանքը։ Դրանից հետո ստեղծում ենք մեր նախշերը եւ վերջում տպում մեր ստացած նկարը։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ պարզ է։ Ուրեմն առաջին քայլը։ Վերցնում ենք մեր սկուտեղը եւ մեջը լցնում կաթը։ Շերտը պետք է լինի մոտ 0.5 սանտիմետր։ Հետո վերցնում ենք գունանյութերը եւ զգուշորեն կաթեցնում կաթի մակերեսին։ Հենց այնպես տարբեր տեղերում։ Կարևոր է, որ դրանք չխորտակվեն, այլ մնան մակերեսին։ Լավ, իսկ հիմա պատրաստ եք իսկական քախարդանքի, որովհետև այնինչ հիմա տեղի է ունենալու ուղղակի անհավանական է։ Վերցնում ենք մեր կախարդական փայտիկը, ատամի մաքրիչը։ Դրա ամենածայրը թաթախում ենք ամանի հեղուկի մեջ, շատ քիչ է պետք, եւ զգուշորեն հպում այն գունավոր կաթիլներից մեկին։ Ու դուք կտեսնեք, գույները բառացիորեն փախչում են օջառից, ստեղծելով անհավանական շարժում, զարմանալի տեսարան է։ Իհարկե, մենք սա կախարդանք ենք անվանում, բայց իրականում այս ամենի հետևում կանգնած է շատ պարզ ու հետաքրքիր գիտություն։ Եկեք մի պահ հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ամբողջ գաղտնիքը մակերևույթային լարվածության մեջ է։ Պատկերացրեք, կաթի մակերեսը կարծես ձիգ թաղանթ լինի, իսկ ամանի հեղուկը մասնագետ է այդ թաղանթը քանդելու գործում։ Հենց օճառը դիպչում է կաթին, այն քանդում է այդ լարվածությունը, եւ ամբողջ մակերեսը սկսում է շարժվել։ Գույները պարզապես քշվում են այդ շարժման հետ, ճիշտ այնպես, ինչպես կեղտը փախչում է օճառից։ Դե հիմա, երբ գույների պայթյունն արդեն տեղի է ունեցել, սկսվում է ամենաստեղծագործական մասը։ Վերցրեք արդեն մաքուր ատամի մաքրիչ եւ սկսեք նկարել։ Զգուշորեն գծեր քաշեք, միացրեք գունավոր կետերը, սրտիկներ արեք, ինչ որ ձեր երևակայությունը թույլ տա։ Այստեղ սահմաններ չկան։ Եվ վերջապես, պահը, որին սպասում էինք։ Վերցնում ենք մեր թուղթը եւ շատ զգույշ հավասարաչափ դնում գունավոր մակերեսի վրա։ Պահում ենք այդպես ընդամենը մի 3-4 վայրկյան, հետո նույնքան զգույշ մի անկյունից սկսած բարձրացնում ենք թուղթը։ Վուալյա, ձեր յուրօրինակ նկարը տպված է։ Հրաշալի է։ Հիմա, երբ դուք արդեն ունեք ձեր սեփական անկրկնելի արվեստի գործը, հարց է առաջանում, իսկ ինչ անել դրա հետ։ Դե եկեք սանձազերծենք մեր ներքին նկարչին ու տեսնենք մի քանի տարբերակ։
Տեսեք, թե ինչքան բան կարելի է անել։ Կարող եք պարզապես շրջանակի մեջ դնել կամ պատրաստել յուրօրինակ բացիկներ, նմանը ոչ ոք չի ունենա։ Ինչու՞ չէ։ Օգտագործել կոլաժների մեջ կամ նույնիսկ զարդարել փայտե իրեր։ Իդեպ, մնացած կաթը դեռ կարելի է օգտագործել եւ ստանալ եւս մեկ տպագրություն։ Հիշեք, որ երկու նույնանման նկար երբեք չի ստացվի։ Այսպիսով, ինչպես տեսակ, մի քիչ կաթի, մի քանի քաթիլ գունանյութի եւ մի քաթիլ ամանի հեղուկի օգնությամբ կարելի է ստեղծել իսկական հրաշք։ Սա ապացույց է, որ ստեղծագործելու համար պարտադիր չեն թանկարժեք նյութերը։ Ու հիմա ես ձեզ եմ հարցնում, ինչ գլուխգործոց է թաքնված հենց ձեր խոհանոցում։ Գնացեք, փորձեք ու բացահայտեք։